Իսպանիայի Արագոն ինքնավար շրջանում մոլեգնող անտառային հրդեհի տարածքը գերազանցել է 12,000 հեկտարը։ Վերջին տվյալներով զոհվել է 13 մարդ, որոնց մեծ մասը օտարերկրացիներ են։ Հրշեջներն ու փրկարար ծառայությունները շարունակում են պայքարել կրակի տարածման դեմ, իսկ իշխանությունները տարհանում են վտանգավոր գոտիների բնակիչներին։ Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած սողանքի հետևանքով մի քանի բնակելի շենք է ավերվել։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Տուժածների և հնարավոր զոհերի մասին տվյալները ճշտվում են։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները, ընդլայնելով թիրախների շրջանակը և առաջին անգամ լայնորեն հարվածելով ռազմավարական ենթակառուցվածքներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության տվյալներով հարվածներ են հասցվել Իրանի կամուրջներին, ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներին և օդանավակայանին։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ երկրի հարավում վնասվել է առնվազն 5 կամուրջ, զոհվել է առնվազն 7 մարդ։ Իրանը հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Քուվեյթի իշխանությունները հայտնել են, որ վնասվել է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության և ծովի ջրի աղազերծման կայաններից մեկը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել և դադարել են մի շարք էներգաբլոկների աշխատանքները։ Լարվածությունը պահպանվում է նաև Հորմուզի նեղուցում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորականները հայտարարել են, որ ծովային շրջափակման շրջանում ստուգել են իրանական նավթատար տանկեր, իսկ տարածաշրջանում գրանցվել են նաև նավերի վրա հարձակումներ։ Reuters-ի գնահատմամբ կողմերը շարունակում են աստիճանաբար բարձրացնել հակամարտության մակարդակը, մեծացնելով ամբողջ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի վտանգը։ Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական 1 պաշտոնյայի և 5 ընկերությունների նկատմամբ, նրանց մեղադրելով անօդաչու թռչող սարքերի արտադրությանը մասնակցելու համար։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է ABS Electro ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իրինա Խարիսովան, որի ակտիվները ԵՄ-ում կսառեցվեն, իսկ նրան կարգելվի մուտք գործել Եվրամիության երկրներ։ ԵՄ խորհրդի հայտարարության համաձայն պատժամիջոցների տակ հայտնված 5 ընկերությունները մտնում են ABS Electro խմբի կազմի մեջ և զբաղվում են անօդաչու թռչող սարքերի համար անհրաժեշտ էլեկտրոնային և ռադիոէլեկտրոնային բաղադրիչների մշակմամբ ու արտադրությամբ։ Բրյուսելը միաժամանակ շարունակում է քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, որը կարող է ներառել սահմանափակումներ ռուսական բանկերի, կրիպտոցանցերի, նավթի առևտրով զբաղվող ընկերությունների, նավթավերամշակող ձեռնարկությունների և անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտի նկատմամբ։ Մոտ ապագայում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև մի շարք ուղղություններով կվերսկսվեն ուղիղավիաչվերթները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով խոսքը վերաբերում է այն երթուղիներին, որոնցով չվերթները դադարեցվել էին 2024 թվականի դեկտեմբերին ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո։